Եթե ուսակցություններից որևէ մեկը տեխնատու ուսակցություններից շատ էականորեն անցնում է այդ սահմանը, ապա կենտրական ընտրական հանձնաժողովը պարտավոր է դիմի վարչական դատարան եւ տվյալ ուսակցությանը ընդհանրապես տեխնատուությունից հանի, այսինքն չեղյալ համարի դրա գրանցումը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետական ուսակցությունը տարածքում բացել է մոտ մի 300-ից ավել շտաբներ, որոնց ծախսը ակնհայտ մի քանի անգամ գերազանցում է։ So the Republican Party of Armenia has opened several hundred campaign offices, and the cost for these campaign offices several times is higher than the stipulated threshold. Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի բան չի ձեռնարկել եւ թողել է տվյալ կուսակցությանը որպես տեխնատու։ Այս կոնկրետ իրավիճակի հետ ես ոչ մի գնահատական չունեմ, միայն կարող եմ ասել, որ պետք է պահպանել ընտրական օրենսգրքի տառը, and that citizens, NGOs, other political parties, investigative journalists, indeed anyone in the country who wishes to challenge a situation under the code should first of all be free to do so and should do so in accordance with the rules laid down. Քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները, հետաքննող լրագրողները, եթե ցանկանում են նմանատիպ դեպքերը տեսնել, լուսաբանել, հետապնդել, ապա նրանք պետք է բոլոր հնարավորությունները ունենան դա անելու եւ դա հասարակության ուշադրության առարկա դարձնելու։ We expect all complaints to be taken seriously, to be thoroughly and properly investigated, and that the outcome should be printed and available for everyone to see. Մենք ակնկալում ենք, որ բոլոր բողոքները հաշվի կառնվեն, լրջագույնս կմոտենան դրան, կհետաքննվեն եւ դրա արդյունքները կհրապարակվեն։ If dissatisfaction remains after an election commission has considered a complaint, then there should be free and adequate resources available to take that matter to a legal court, and that court should be seen by all of the citizens to give free and fair determinations on those matters. That is a key test of democracy. Եվ եթե ընտրական մարմինները չեն կարողանում քաղաքացուն համար բավարար պատասխան տալ տվյալ խնդրին, ապա քաղաքացին պետք է իրավունք ունենա իր բողոքը ներկայացնել դատական մարմիններին այդ իր կողմից բարձրացված բողոքին իրավական լուծող տրվելու եւ քաղաքացին պետք է վստահ լինի այդ դատարանի կայացված վճռի անառության մեջ։ Դա է ժողովրդավարության անաչառ լինելու տեսքը։